Երկու անձ ձերբակալվել է 403,095 լարի խարդախությամբ յուրացնելու և կեղծ պաշտոնական փաստաթուղթ պատրաստելու ու օգտագործելու մեղադրանքով։ Վրաստանի պետական անվտանգության ծառայության տվյալներով նրանք Գուրիա Էներգի ՍՊ-ի տնօրենը և վերահսկող մարմնի աշխատակիցներն են։ Նույն ընկերության մեկ այլ աշխատակցի նույնպես մեղադրանք է առաջադրվել։ Գործը վերաբերում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությանը պատկանող խոշոր գումարի խարդախությամբ յուրացմանը։ Գուրիա Էներգի ընկերությունը պարտավորվել է վերականգնողական աշխատանքներ իրականացնել Գարդաբանի համայնքապետարանի Նորի Լիլոն կապող 3,2 կիլոմետր երկարությամբ տեղական ճանապարհի վրա։ Փորձագիտական եզրակացության համաձայն վերականգնողական աշխատանքների արդյունքում Գուրիա Էներգի ՍՊ-ի կողմից ստացված մատուցված ճանապարհը շահագործման համար պիտանի չէ։ Նշված հանցավոր արարքի առթիվ ընթանում է հետաքննություն։ Հանցագործությունը նախատեսվում է 6-ից 9 տարի ժամկետով ազատազրկում։ Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մնացել է 5 օր։ Ինչ ակնկալիքներ և ծրագրեր ունեն քաղաքական կուսակցությունները։ Վրացական երազանքի որոշ ընդդիմախոսներ կրկին խոսում են իշխանության խաղաղ տապալման մասին։ Հոկտեմբերի 4-ին նախատեսված հանրահավաքի կազմակերպիչներից մեկը Պահատաբուչ Ուլաձեն նշում է, որ իշխանության փոխանցումից հետո պետք է ձևավորվի տեխնիկական կառավարություն։ Ինչ վերաբերում է երկրորդ մասին, ապա նրանք նախատեսում են ընտրությունների միջոցով հաղթել վրացական երազանքին։ Որոշ ընդդիմադիրներ դատապարտում են արմատական կոչերն ու քայլերը, ընտրությունները համարելով պայքարի հիմնական հնարավորություն։ Գիրչին կասկածանքով է վերաբերում նախատեսված բողոքի ցույցին։ Գնահատականներ են հնչում նաև իշխող թիմից, որտեղ կարծում են, որ ընտրությունները կավարտվեն առաջին փուլով։ Վրացական քաղաքական դաշտում կրկին քննարկվում է ազգային շարժումն արգելելու սահմանադրական հայցի նախապատրաստումը։ Գախարյան հանուն Վրաստանի կուսակցության առաջնորդները կարծում են, որ ազգային շարժումն իշխող թիմի օժանդակ օղակն է և իրականում չեն ցանկանում այն վերացնել։ Իսկ վրացական երազանքը խոսում են նախորդ կառավարության կողմից երկրի ու քաղաքացիների դեմ կատարված հանցագործությունների մասին և կարծում, որ քննչական հանձնաժողովի կողմից պատրաստված փաստաթուղթը պատմական է ու լավ արտացոլում է ազգային շարժման կողմից կատարված հանցագործությունները։ Հիշեցնենք, որ Թեյածոլոկյանին հայտարարել է, որ խորհրդանական քննչական հանձնաժողովի եզրակացության հիման վրա իրավաբանների խումբը կպատրաստի փաստաթուղթ, որը կներկայացվի սահմանադրական դատարան։ Դատավորը Միխայիլ Սաակաշվիլին ու Թեյմուր Ջանաշյանին պարտավորեցրել է պետական բյուջեին վճարել ընդհանուր առմամբ 9 միլիոն լարի։ Խոսքը վերաբերում է 9 միլիոն լարի չափով յուրացված բյուջետային միջոցների վերադարձին։ Դատավորը բավարարել է ֆինանսների նախարարության պահանջը։ Սրա հետ մեկտեղ դատավորի որոշմամբ Միխայիլ Սաակաշվիլին լրացուցիչ պարտավորեցրել են վճարել 631,540 լարի։ Երկու դատապատյաններին էլ մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, որը ենթադրում է խմբի կողմից իրենց պաշտոնական դիրքն օգտագործելով նախնական համաձայնությամբ խոշոր չափի գումարի ապօրինի յուրացում։ Նշված գործով Միխայիլ Սաակաշվիլին դատապարտվել է 8 տարի ժամկետով ազատազրկման, իսկ Թեյմուր Ջանաշյանին 300,000 լարի չափով տուգանքի։ Պետությունն նրանց դեմ քաղաքացիական հայցի հարուցել դատարանում յուրացված գումարը, որը կազմում է 9 միլիոն լարի, հետ ստանալու համար։ Նշված հարցի վերաբերյալ իր սոցիալական էջում Միխայիլ Սաակաշվիլին արել է գրառում։ Նրա խոսքով դա վրեժ խնդրություն է իր նկատմամբ և որ նրանք մտադիր են վաճառել իր հողի այգին, Ղվարելիում ու խլել այդ տարածքում գտնվող տունը։ Վրաստանի դատախազությունը քրեական գործ է հարուցել դատապարտված Գեորգի Բաչիաշվիլիի ծնողների դեմ անօրինական եկամուտների օրինականացմանը նպաստելու մեղադրանքով։ Այսմեսին հայտնել է Վրաստանի դատախազությունը։ Հայտարարության մեջ կարդում ենք. Ընթացիկ քննության շրջանակներում պարզվել է, որ Գեորգի Բաչիաշվիլին իր ծնողներին ներգրավել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված ունեցվածքի մի մասն օրինականացնելու համար անհրաժեշտ գործողություններում։ Արդյունքում Գեորգի Բաչիաշվիլին 2017-ից 2023 թվականներին իր ծնողների օգնությամբ օրինականացրել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված ունեցվածքից ստացված անօրինական եկամուտը 2,944,957 դոլար ու 1,097,187 լարի։ Երկու անձանց նկատմամբ էլ կայացվել է մեղադրական որոշում, որը որպես պատժի ձև և չափ նախատեսում է 9-ից 12 տարի ժամկետով ազատազրկում։ Դատախազությունն օրենքով սահմանված ժամկետում կդիմի դատարան խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ։ Նշված է Վրաստանի դատախազության տարածած հայտարարության մեջ։ Իրակլի Կուպրաձեն մեղադրել է վրացական երազանքին քաղաքապետին ու մեծամասնական թեկնածուներին կառաշարք տալու մեջ։ Հզոր Վրաստան և Գախարյան հանուն Վրաստանի կուսակցությունների քաղաքապետի համատեղ թեկնածուն հայտարարում է, որ քրեական աշխարհի ներկայացուցիչները փորձել են կաշառել իրենց։ Կուպրաձեն նաև ներկայացրել է հեռախոսազրույցի ձայնագրում։
որում ըստ նրա անծանոթը խոսում է Ղիզլաջլոյի մեծամասնական թեկնածու Կարա Օրջուևի հետ։ Կուսակցությունները դեպքի ողջ պատասխանատվություն դնում են իշխող կուսակցության վրա։ Դեպքի արդիվ դատախազությունն արդեն սկսել է իրականացնել հետաքննություն։ Երիտասարդական միությունը խոսում է հոկտեմբերի 4-ին կառավարության խաղաղ տապալումից հետո խոստացված դրամական փոխհատուցման եւ պարգևատրման մասին։ Հարթակի ներկայացուցիչների խոսքով կստեղծվի հատուկ պետական հիմնադրամ, ինչպես նաեւ հանձնաժողով, որը կաշխատի փոխհատուցման չափն անհատապես որոշելու համար։ Գործը վերաբերում է այն պետական ծառայողներին, որոնք ըստ նրանց ազատվել են իրենց պաշտոններից քաղաքական պատճառներով, ինչպես նաեւ իրավապահ մարմինների աշխատակիցներին, որոնք հոկտեմբերի 4-ի ցույցի ժամանակ կանգնեն վրաց ժողովրդի կողքին։ Նշված խոստմաննի պատասխան իշխող թիմը հայտարարում է, որ ցանկացած վերադասավորմանը կտրվի համապատասխան պատասխան։ Այսօր Գախարյան հանուն Վրաստանի կուսակցությունում կայացել է ճապազրույց նախընտրական քարոզոշավի ընթացքի վերաբերյալ։ Ինչպես նշել է Զազա Թավադզեն, վրացական երազանքը ճնշում է գործադրում քաղաքապետի եւ մեծամասնական թեկնածուների վրա, օրինակ բերելով Ախմետայում Դավիթ Մարգոշվիլիի հետ տեղի ունեցած փաստը։ Սրա հետ մեկտեղ եւս մեկ անգամ ուշադրության է հրավիրվել այն փաստը, որ կուսակցությունը սեպտեմբերի 23-ին դիմել է կենտրոնական ընտրական հանձնաժողով ու պահանջել, որ յուրաքանչյուր ընտրող հնարավորություն ունենա ստուգել իր տվյալներն ընտրություններից անմիջապես հետո։ Վրաստանի արդարադատության նախարարությունում տեղի ունեցել ազատ եւ արդար ընտրությունների միջգերտեսչական հանձնաժողովի նիստը։ 2025 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ կայացած վերջին նիստում հանձնաժողովի անդամներն ամփոփել են նախընտրական գործընթացի ընթացքը։ Նշվել է, որ քաղաքական սուբյեկտները հնարավորություն են ունեցել անցկացնել ընտրական հանդիպումներ եւ այլ միջոցառումներ ազատ ու արդար միջավայրում։ Միջգերտեսչական հանձնաժողովի աշխատանքի եւ լրատվամիջոցների դիտարկման արդյունքում պետական պաշտոնյաների կողմից ընտրական օրենսդրության խախտման էական փաստեր չեն հայտնաբերվել։ Հանձնաժողովը կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալից լսել է հաստատության կողմից իրականացված գործունեության մասին։ Գեորգի Շարաբիձեի խոսքով քվեաթերթիկների տպագրությունն ավարտվել է եւ դրանց բաշխման գործընթացը շրջաններում ընթացքի մեջ է։ Ընտրողների ցուցակում կա 3,513,818 ընտրող։ Քվեարկության օրը կբացվի 3061 ընտրատեղամաս, որից 2284-ը կլինի էլեկտրոնային, իսկ մնացածը ավանդական։ Վրաստանի ողջ տարածքում քրեակատարողական հիմնարկներում կկազմակերպվի ընդհանուր առմամբ 10 ընտրատեղամաս։ Կարևոր է, որ քաղաքացիներն ընտրողների գրանցման ստուգման ծառայություններից օգտվել են 600,784 անգամ, ինչը շատ բարձր ակտիվության մակարդակ է։ Հանձնաժողովի հերթական նիստը կանցկացվի ընտրությունների օրվանից հետո, հոկտեմբերի 4-ին։ Հանձնաժողովը կաշխատի մինչև ընտրությունների վերջնական արդյունքների պաշտոնական հրապարակումը։ Եվրամիությունը չի կիրառում իր բոլոր հնարավորությունները, պասիվ է եւ ակնկալում է, որ մենք կհաղթարենք կամ չենք հաղթարի այս մարտահրավերները։ Նման հայտարարություն է արել Վարշավայի անվտանգության համաժողովի իր ելույթում Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Նրա խոսքով Ռուսաստանը լավ գիտակցում է հոգեբանական պատերազմը եւ այն կիրառում է ընդդեմ հարևան երկրների։ Հայաստանի վարչապետը ելույթ ունենալով ՄԱԿ-ի գլխավոր անսամբլեայի գլխավոր բանավեճում ասել է, որ Ադրբեջանի նախագահը պետք է պարզաբանի Զանգեզուրի միջած եզրույթի օգտագործումը միջազգային խաղաղության եւ բարգավաճման Թրամփի ուղու հետ կապված։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Զանգեզուրի միջանց եզրույթը երբեք գոյություն չի ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև պաշտոնական բանակցություններում։ Փաշինյանի խոսքով հայկական իրականության մեջ դա անցալվում է որպես Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջ եւ կապված է հակամարտության նարատիվի հետ։ «2025 թվականի հոկտեմբերի 4-ին կանցկացվի քաղաքապետարանի մարմինների ընտրություններ։ Այս օրը Վրաստանի քաղաքացիները կընտրեն 5 ինքնակառավարվող քաղաքների եւ 59 ինքնակառավարվող համայնքների քաղաքապետեր, Թբիլիսիի եւ 63 քաղաքային խորհրդի անդամներ։ Ընտրողների գրեթե 90%-ը կրկին կքվեարկի օգտագործելով ընտրական տեխնոլոգիաները։ Ընտրատեղամասում ընտրողը կստանա 1 քվեաթերթիկ, որը բաժանված կլինի 3 սյուների։ Ընտրողը պետք է գունավորի իր ընտրությունը համապատասխան սյունակում միայն 1 ընտրական սուբյեկտի առջև գտնվող շրջանակցի ներքին տարածությունը։ Արի ընտրությունների, կատարիր ընտրություն, քո ձայնը կարևոր է, ԿՀ ընտրությունները ընդհանուր գործ է։